Բարլուս սիրելի քաղաքացիներ, երեք թույլիկները իրենց Facebook-յան էջում մի զզվելի, մի եղկելի տեսանյութ են տեղադրել, որ միայն այս երկրի վատը ցանկացողը կարող է անել, միայն ստահակները կարող են իրենց թույլ տալ նման տեսանյութեր տեղադրել, էլի կրկին ցույց տալով, թե իբր ոնց են պայքարում ադրբեջանցիների վերադարձի դեմ, զզվելի տեսարաններով, Սաֆարովի դեմքով, կարծես Սաֆարովի պաշտպանը լինեն ու Սաֆարովի ամենամեծ ջատագովը Հայաստանում, որ Հայաստանի քաղաքացիները տեսնեն այդ մարդասպանի դեմքը, եւ ես ուզում եի հիշել մի հայտնի ասացվածք, որ բոլոր ստահակների վերջի հանգրվանը հայրենասիրությունն է եւ այս ստահակները ոչնչով չեն տարբերվում դրանցից։ Փաստորեն պատերազմի եռագլուխ, քառագլուխ կամ բազմագլուխ, ընտրակաշարք բաժանած, ընտրությունները կեղծած կուսակցությունը ցույց է անում ԿՀ-ի դիմաց, լուրջ եք ասում։ Ընտրությունները կեղծած, ընտրությունների ժամանակ մարդկանց քվեներ կանխիկ փողով առած, մարդկանց գլուխներով հաշված կուսակցությունները ցույց են անում ԿՀ-ի դիմաց։ Ջիվանին կասեր խելքի աշեցեք։ Իսկ իրանք պետքա խելքի աշեն, որտեղ պատասխան են տալու, հատ պատասխան են տալու իրենց գործած բոլոր հանցագործությունների համար։ Ու ընդհանրապես իրենք իրավունք չունեն ընդհանրապես երևալու փողոցում կամ այլուր։ Հիշում եք ժողովուրդ, որ հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում էր, մենք էլ էինք զգուշացնում, որ ընտրակաշարք վերցնելու դեպքում ձերբակալվելու, կալանավորվելու եւ պատժվելու եք ու կապ չունի այդ փողը վերցրել եք Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որտեղ մենք դա բացահայտելու ենք։ Եվ ահա այս ձայնագրությունը, որ հիմա դնում եմ, հիմա լսենք մի պահ, հենց դրա մասին է։ Հարի ասնի, что մայիսի կես կեղնի։ Մայիսի վերջելը բլի как ու երթակ ընտրության։ Փարենքի դան 30,000 տուդա բրացել։ Հիմա տուդա ցույցերուն, ուդա բանկենին ցույցերուն կիդան։ Ցույցերուն, տես հանգարցեմալ չեղնի վերուսու չիկաս։ Հետի կեղնի ինչ վերում։ Կարող է փարենտան վերուսու չիկաս։ Վերաբա։ Շատ բանկենին երկրորդ լե Enok Toms կարը հարունքնի 30,000 para է կիդան, Toms չնար։ Բանջոչտո։ Որտեղ տմինակ տուդա ուզեցի։ Չէ, կասինք տուդա обратно այդ տուդա обратно նոր կզի չտավա դե տուդա обратно նոր 10,000 ուրա պայա դուրանց կրայի տերած։ Դուրանք Toms արան ես իշխում։ Կարոտ կապչերնի կարոտես, նոկելի հետ կավ ավտոյով, կանող կերնի ավտոյով դիտավ դեզով չաստյով։ Այսինքն այս մեր թույլիկները մարդկանց մոլորեցնում են, մեր որոշ ձեռքից եւ այլ տեղերից թույլ մարդիկ էլ մոլորվում են եւ ընտրակաշարք վերցնելով գալիս են Հայաստան եւ փորձում են ըստ էության ընտրակեղծարարությամբ զբաղվել, ժողովուրդն չի ստացվելու, չի անցնելու, բռնվելու եք բոլորդ։ Հատ, սա պետություն է եւ այդ պետության համը ոչ միայն մնալու է ուժեղների առաջնորդների բերանում, այլև բոլոր նրանց միջոցով հանցագործություններ կատարողների։ Տարածեք, որ բոլորն իմանան, ով որ Ռուսաստանում կամ այլ երկրում կաշառքա վերցնելու եւ գալու է Հայաստանում իր ձայնը այդ կաշառքով տալու է որևէ ուժի, բոլորը ձերբակալվելու են եւ կալանավորվելու եւ դատապարտվելու։ Բարլուս բարեկամներ, հուսամ լավ եք։ Երեք ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, պարտված ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ամբողջ օրը թմբկահարում էին, որ ընտրություններն անցել են կեղծիքներով, խախտումներով եւ այլն։ Դա այն դեպքում, երբ որ ամենամեծ խախտողը եւ ընտրակեղծարարը եւ ընտրակաշառք բաժանողը հենց իրենք են եղել, բազմաթիվ քրեական գործերով, հարյուրավոր ձերբակալված կալանավորվածներով եւ այդպես շարունակ, ու սա ուղղակիորեն նման է այն հայտնի արտահայտությանը, երբ գողը գոռում է գողացան բռնեք։ Եվ մենք ժողովուրդ ջան տեսել ենք այդ ամեն ինչը, ինքնուրույն լսել ենք այդ բոլոր ձայնագրությունները, ինչպես են առուծախանում մարդկանց մի քանի տասնյակ կամ մի քանի 100,000 դրամներով, ինչպես են վերաբերվում այդ մարդկանց, ում առնում եւ ծախում են։ Եվ ասել ենք, որ բոլորը պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ եւ տարիներ են անցկացնելու քրեակատարողական հիմնարկներում, բերդերում եւ ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Հետեւաբար սիրելիներս, հանգիստ նստեք տեղներդ եւ սպասեք ձեր պատասխանատվության օրվան։